Ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ պաշտպանական կողմը վճռաբեկ դատարան բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, որով անփոփոխ էր թողնվել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը։ Փաստաբանը նշել է, որ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների դեմ ներկայացվել է նաև կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում, դատարանի գործողությունները որակելով աբսուրդային։ Ըստ Վարդևանյանի, Սամվել Կարապետյանն արդեն 6 ամսից ավելի գտնվում է ապօրինի կալանքի տակ, որը կրում է քաղաքական պատվերի բնույթ, իսկ դատարանի կողմից մատնանշված քննչական ինտենսիվությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ որևէ գործողություն այդ ընթացքում չի իրականացվել։ Բարձր պաշտոն զբաղեցնող Պաշտպանության նախարարությունը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, թե ադրբեջանական զինուժը Նախիջևանի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի վրա։ Նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ հերթական ապատեգատվությունն են։ Գերատեսչությունը կատարվածը որակել է որպես պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը 2026 թվականի փետրվարին կայցելի Հայաստան, հայտնել է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահը։ ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանը Facebook-յան էջի գրառման մեջ չի բացառել, որ ֆորմալ առումով հաջորդ տարի կարող է բացվել Թրամփի ուղին։ Թրիփը փորձագետը շեշտել է, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022 թվականին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 եւ 2012 թվականներին։ Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ամենայն հավանականությամբ տեղի կունենան հունիսի 7-ին, թեև ընտրությունների օրը պաշտոնապես նշանակում է հանրապետության նախագահը, բայց ըստ օրենքով սահմանված ժամկետների հունիսի 1-ին կիրակին է համապատասխանում այդ ժամկետներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասել է, որ 2026-ի ընտրությունների մասնակցող ուժերի ֆինանսական թափանցիկությունը ապահովելու համար նոր ժամանակակից գործիքներ են կիրառելու։ Կներդրվեն նաև մոնիթորինգային ծրագրեր փաստարկված հսկողություն սահմանելու համացանցում քարոզչության նկատմամբ։ Հնարավոր է արդյոք մոլդովական սցենարի կրկնություն Հայաստանում եւ ԿԸ-ն չգրանցի ընտրություններին մասնակցել ցանկացող որոշ քաղաքական ուժերի, հարցրել են ԿԸ նախագահին։ Իսկ Մոլդովայում ինչ ա եղել։ Չէ, եթե դա ասեք Մոլդովայում ինչ ա եղել։ Հարգելի լրագրող, մի խնդրանք։ Ես իմ քաղաքական չեզոքությունը 22 թվականի հոկտեմբերի 7-ից չեմ խախտել։ Եթե դուք սկսեք այնտեղ, այսպես ասենք, ավելի խորանալ, կտեսնեք քաղաքական խնդիր է, ու դա մեր տիրույթում չի։ Ադրբեջանից եկած բենզինը ըստ էության վաճառվելու է, դա պրեմիում բենզին է։ Ադրբեջանական բենզինը մեր երկրում վաճառվող այլ պրեմիում տեսակի բենզինից 90 դրամ էժան կվաճառվի, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ադրբեջանական բենզին չգնելու մասին հայտարարած քաղաքացիներին Պապոյանը այսպես է պատասխանել։ Սիրելի քաղաքացիներ, դուք ազատ եք, հենց դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, դուք ինքներդ որ բենզինը ուզենաք առնեք, ինքներդ ընտրեք որտեղից եք ուզում առնել։ Պետության խնդիրն է, հնարավորինս տարբեր տեսակ, մեծ տեսականի կարողանա ձեզ համար ապահովել, խափան երթուղիներ լինեն, որպեսզի այդ բենզինը եւ մյուս ապրանքները Հայաստանում մշտապես լինեն հասանելի եւ իհարկե հետևենք, որպեսզի որակը բարձր մակարդակի վրա լինի եւ ձեզ քանակի մեջ չխափեն։ Քաղաքացին էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց բենզինում է թշնամուն խորագրով ակցիա է արել։ Բենզինով լի շշի մեջ ցորենի հասկեր է դրել։ Քաղաքացին այսպես արտահայտել է իր բողոքը ադրբեջանական բենզինի եւ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներկրումների դեմ։ Երեքշաբթի ռուսական մամուլը հայտնեց, որ ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով գալիս է Հայաստան։ Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է Ադրբեջանով Հայաստան բերել 2000 տոննա ռուսական ցորեն։ Ցորենից բացի Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան կարող է ուղարկել նաև պարարտանյութ, հարցն այժմ քննարկում են, ասել է Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մոսկվան եւ Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։ Օվերչուկը սա համարել է ձեռքբերում, որը նրա խոսքով մինչև վերջերս անհավանական էր թվում։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն իր պաշտոնական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի եւ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 2 հոդվածով, իսկ նրան օժանդակելու եւ փողերի լվացման գործում ներգրաված լինելու համար մեղադրանքներն առաջադրվել նաեւ նրա ամուսնուն եւ նրա հորը։ Քննչական մարմնի փոխանցմամբ Գասպարյանն ու նրա մերձավորները գործել են համաձայնեցված, օգտագործելով ծառայողական դիրքը հանցավոր ճանապարհով ստացված միջոցները օրինականացնելու համար։ Թայվանում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Կադրերում երևում է, թե ինչպես է աղետի ալիքը ցնցել սուպերմարկետի դարակաշարը, իրերն ամբողջությամբ ընկել են հատակին։ Ուկրաինայի լրատվամիջոցները հրապարակել են ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրի 20 կետից բաղկացած ծրագիրը։ Առաջին կետով նախատեսված է Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում, երկրորդ կետը վերաբերում է շփման գծում միջազգային վերահսկողությանը։ Փաստաթղթում ներառված են նաև անվտանգության երաշխիքներ, որոնք տալիս է ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թվականակը պետք է կազմի 800,000 զինծառայող։ Ռուսաստանը պարտավորվում է օրենքով ամրագրել Եվրոպայի եւ Ուկրաինայի նկատմամբ չհարձակվելու պարտավորությունը։ Ամենաբարդ կետը տարածքների զիջման մասին է։ Քննարկվող տարբերակներից մեկով Ռուսաստանը պետք է դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի եւ Խարկովի մարզերից։ Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերում կողմերը կմնան այս պահին զբաղեցրած դիրքերում։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջում ազատ տնտեսական գոտու ձևով։ Եթե մնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք տարբերակը չընդունվի, ապա ազատ տնտեսական գոտու հարցը կարող է որոշվել միայն հարաքվեով, եւ այդ դեպքում հարաքվեի պետք է դրվի ամբողջ փաստաթուղթը։ Ծրագրի կետերի կատարումը պետք է վերահսկի խաղաղության խորհուրդը Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։ Իսրայելի զինված ուժերը կրկին հարվածել են Լիբանանին։ Իսրայելական կողմը ինտենսիվորեն թիրախավորում է երկրում գտնվող Հեզբոլլա խմբավորման դիրքերը։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Դեկտեմբերի 24-ի գիշերը Մոսկվայի հարավում պայթյունի հետևանքով զոհվել են ճանապարհապարեկային ծառայության 2 աշխատակից, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Պայթյունը եղել է Օրեխովո-Բորիսովո շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ։ Ականատեսները պատմել են, որ բաժանմունքի մոտ նկատել են գլխարկով եւ բժշկական դիմակով կասկածելի տղամարդու։ Անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք է նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Աշխարհում ամանորյա տոնածառների հետ այս տարվա միջադեպերից մեկը տեղի է ունեցել Ղազախստանում։ Այս անգամ Լադա Մակնիշի մեքենայի վարորդը դրիֆտ անելիս տապալել է տոնածառը։